Շնորհակալություն, պարոն Մինասյան, իհարկե ամենայն հարգանքով, որովհետև իրոք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցող կուսակցության մասին ենք մենք խոսում, բայց վերջին ու մենակ մեղադրանքներ չեն, որովհետև Հայաստանի առաջին հանրապետությունը եւս կապվում է Դաշնակցություն կուսակցության անվան հետ եւ կարծում եմ, որ այդ իմաստով ժողովուրդը ընդհանուր առմամբ ունի այդ երախտագիտության զգացումը, բայց վերջին շրջանում բազմաթիվ հայցեր են ներկայացված եւ Դաշնակցություն կուսակցությունը ով որ համարձակվում է քննադատության ենթարկել կամ որևէ մի բան ասել, անընդհատ դատական հայցեր, անընդհատ դիմումներ, ինչը ժողովրդավարության մասին է խոսում եւ ես դրանով հպարտանում եմ, որովհետեւ վստահ եմ, որ 10 տարի առաջ դուք դա երբեք չէիք կարողանա անել եւ այսօրվա այդ հայցերի առատությունը խոսում է իրոք ժողովրդավարության մասին։ Բայց երբևէ փորձել եք օրինակ այդ ինքնահայեցման գործընթացը իրականացնել կուսակցության ներսում, օրինակ կարծել, մտածել են բանի շուրջ, որ գուցե ժամանակն է մի քիչ մոդեռնիզացվել, որոշակի բաներ փոխել, օրինակ տեսեք այսօրվա մեր Հայաստանում շատ եզակի մշակութային եւ հասարակական գործիչներ են մնացել, որ իրոք հարգանքի են արժանի, անկախ իրենց քաղաքական պատկերացումներից, մոտեցումներից, դրանցից մեկն էլ Հակոբ Մովսեսն է։ Եթե այսքան վաստակ ունեցող մարդը նման արտահայտություն է արել, կարող է ավելի ճիշտ ճանապարհ պարզապես մոտենալ, հարցնել, պարզաբանել, քննարկել, գուցե ընդհանուր առմամբ մի մեծ կոնֆերանս անել, որպեսզի Դաշնակցության ժամանակակից գործունեության վերաբերյալ այս տարընկալումները կարողանան քննարկել։ Սա մեկ հարցն է, այդպիսի փորձ արվել է թե չէ, եւ երկրորդ հարցը, որ ինձ հետաքրքրում է, գուցե նաեւ հռետորական է։ Եթե այդ նույն բաները ասեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին, հայց կներկայացնեիք, թե ոչ, շնորհակալություն։ Տիկին Բադրյան, մի քանի հարցեր տվեցիք, վերջից սկսեմ։ Ես ասեցի, որ խախտվել է քաղաքական զսպվածության պահանջը, եւ քանի որ պարունակում է նաեւ վարկաբեկման տարեր, դրանով պայմանավորված է, որ մենք ենք ներկայացրել։ Եվ ես վստահ եմ, որ եթե ուղղակի ինքը շանս չուներ քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ բացասական բան ասել, եթե ասեր, վստահ եմ, որ այսօր դուք կանգնած կլինեիք ստեղ եւ այնպես մի հատ դատապետումներ կանեիք եւ պաշտոնան կանեիք, որ կզարմանայիք։ Սա այդ մասով։ Փորձ արվել է թե չէ։ Եթե ես չեմ սխալվում, մի քանի անգամ նույնիսկ փորձ արվել ներկայացնել կամ կապ հաստատել եւ այլն։ Հիմա ես չեմ կարող կոնկրետ ասնել, թե ով է փորձը արել, ես ճիշտ եմ կասեմ, բայց ինձ ասվել է, որ փորձը արվել է, բայց ես իմ խոսքի մեջ ինչու ասեցի, որ նախագիծը կարող է չծնվել, հա, երբ որ մենք ներկայացնում էինք դիմումը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակնկալում էինք եզրակացություն, կարող էր պարոն Հակոբ Հակոբյանը ինքը թեկուզ հրապարակային ասեր անգամ չցանկանալով մեզ հանդիպել, հա, հրապարակային ասեր, գիտեք, թույլ եմ տվել խախտումը, բայց դա, չգիտեմ, չիմացության հետևանք է, արդյունք է եւ այլն։ Գուցե սա հենց այն ճանապարհն էր երկխոսության, որը հնարավորություն կտար այդ խաղի կանոնը ամրագրել։ Բայց երբ որ անձը ոչ տանում է ուղիղ հակառակ վարքագիծը եւ դրան գումարած մի հատ էլ հանձնաժողովի նախագահն է ավելացում, սա խոսում է արդեն հստակ դիտավորության մասին, վարքագծի մասին, այլ ոչ թե սահմանադրության պահանջները խախտելը գիտակցելու եւ այն այսօր թույլ չտալու մասին։ Ես համոզված եմ, որ անկապ նույնիսկ եթե այս նախագծին հաջողություն էլ չլինի, սա որոշակի զսպաշապիկ է լինելու։ Բայց ես վախենում եմ այլ բանից։ Երբ որ այս անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ինքը դառնա համատարած երևույթ եւ վաղը կարող է հենց ձեր քաղաքական ուժը հայտնվի այդ անիվների տակ։ Ինչ վերաբերում է Դաշնակցության ինքնահայացմանը կամ վերանայումներին, ով դուք որոշակի առնչություն ունեցել եք, գոնե ծանոթ եղել եք դաշնակցականներին եւ
այն մոտեցումներին կամ այն քննարկումներին, որոնք եղել են։ Մշտապես է այդ քննարկումը։ Մշտապես։ Բայց երբ որ ներկայացնում եք մեղադրանք մի քաղաքական ուժի ուրանալով ամբողջ անցած հերոսական ճանապարհը, սա է որ մերժելի է մեր համար։ Արձագանք։ Շնորհակալություն, ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ Հակոբ Մովսես մշակութային եւ հասարակական գործիչը, եթե տեսներ խնդիրներ կամ վտանգներ իր ամբողջ կենսափորձով, իր ամբողջ ներդրումներով, վերջին շրջանում հայ ժողովրդի մշակութային պատմության մեջ էսպես, եթե տեսներ ինչ-որ խնդիրներ մեր գործունեության հետ կապված, վստահեցնում եմ ձեզ չէր խորշի այդ մասին խոսելուց։ Համենայն դեպս այն եզակի մտավորականներից է, որ վստահ եմ, որ չէր խորշի, դրա համար կարծում եմ, որ սա նաև շատ լավ առիթ է, թեկուզ այսպիսի պարզաբանումների արդյունքում ավելի այսպես դեպի հաշտեցման գնալու, բայց միևնույն ժամանակ, պարոն Մինասյան, ես կարծում եմ, որ համենայն դեպս իմ ընկալումն է, խնդրում եմ հանկարծ ամենայն հարգանքով չնեղանալ, բայց անընդհատ դատական հայցեր ներկայացնել բոլոր նրանց, ովքեր փորձում են ձեր կուսակցությանը քննադատել, դուք անիվների մասին եք խոսում, մենք վերջին 7 տարին անընդհատ այդ անիվների տակ ենք, ինչ որ տեղել ձեր շնորհիվ, բայց անընդհատ բոլորին չենք մեղադրում, այլ փորձում ենք ինքնահայեցման ճանապարհով կատարելագործվել, ներողություն եմ խնդրում, շնորհակալություն։ Խնդրում եմ պահել ժամանակը։ Համեցեք, պարոն Մինասյան։ Տիկին Բադալյան, ուրեմն նախկին падգամավոր Արման Բաբաջանյանը այս ամբիոնից ձեր ներկայությամբ Դաշնակցությանը համարել էր տերորիստական կազմակերպություն։ Մենք դիմել ենք դատարան հայց, ժողովրդավարության կանոններին համաձայն, այդ եք չէ անդադ քարոզում մեզ, ասում եք դիմեք դատարան, կա դատարանները հնարավորություն են տալիս, դիմեցիք դատարան, դատարանով 3 ատյանով պարտավորեցվեց, որ Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի իր արտահայտությունների համար, մինչև այսօր դատական ակտը չի կատարվել, մի քանի անգամ այս ամբիոնից հանձնաժողովում Պարոն Վլադիմիր Վարդանյանը կվկայի, նաև գլխավոր դատախազին, քննչականի պատասխանատուներին, ասել են, ինչի չի կատարվում այդ ակտը։ Ինչու չի կատարվում այն ակտը, որը օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է։ Պատասխանը գիտեք որն է։ Քննությունը ընթանում է։